Ողջույն գյուղասերներ ջան, ուսամ լավ եք, հարցնում են թուղբը որտեղ է գնում եւ ինչ է կարծում, ինչա պատասխանում թուղբը, ասում եմ գնում եմ Գորիսում հանգստանամ, հիմա եկել նստել ու չի պատրաստում գնալ, առավոտից լավ եղանակ էր, մի թեթև անպամատություն, հենց հավեսին հելա թռչուներին բաց թողեցի, ասեցի մտնեմ հողամաս, մինչև հետա գործերը պրծա, թղբերը եկել ու չեն ուզում գնալ, այնա ժողովուրդ ջան, թեև ամպերը կախված, մեկ անձրև ա գցում, բայց դե հողամասի գործը պետքա շարունակենք, քանի հանգստյան օրեր են, ոչ աշխատանքային, պիտի անենք, թե չեն հենց օրերը գիտեք, չի ստացվում ու չի ստացվում, մանր-մունր գործեր կարանք անենք, բայց ես սենց մեծ գործերը չի ստացվում, սխտոր ենք փխրեցնում ժողովուրդ ջան, ես ընթացքում հավերը, որ ես հողամասում են եղել, տերևների ծերերը լավ կերել են, հիմա պետքա մի լավ փխրեցնենք, որպեսզի բույսը թափ տա ու սկսի աճելը, երևում եմ չէ, այդ թե թուղբը գա ու կորչենք մեր սեփական հողամասում, այնքան էլ թանձր թուղբը աչքի դեմը չես տենում, ցուրտ չի որ գործ եմ անում, բայց դե այնա ժողովուրդ ջան, այսպես եղանակը չի թողնում, որ գյուղացին իրա գործը անի, բայց դե ինչ արած, բնության դեմ բոլորս անզոր ենք, ես էլ իրա տեղն ունի, անձրևը, թուղբը, նպաստում է, որ կանաչը լավ աճի ու հեսա հանգը հունգը արդեն անասուններին կհանեն դաշտ, բայց դե որ վաղը ձյուն է նախատեսում, կանխատեսում, այդ լավ չի, ծիրանենուն ու սև հաղարջը ծաղկել են, այս ձյուն եկավ ցուրտը կտանի, մենք էլ ծիրան չենք քաղի, մեկը հարցնի, թե Գորիսում երբ ա ծիրան եղել, այ ժողովուրդ ջան այդպես ա, անիմաստ ա այնպիսի բույսեր բերել, որը ձեր մարզի, ձեր բնակավայրի կլիմային սովոր չի, հիմա այդ ծիրանենին Արարատյան դաշտի ծառա, ընդեղ ա բերք տալիս, ես էլ ինչպես հիշում եք սխալմամբ, այսինքն ուրիշ ծառ էի ուզում առնել, ինձ խաբեցին ծիրան տվեցին, հիմա նենց ա ծաղկել, որ էլ ասելու չի, ձյունը եկավ դրեց, իսկույն ցուրտը կտանի, մեկ մտածում եմ փոքր ծառա ծածկեմ, բայց դե մեկ էլ ասում եմ այ մարդ, ինչով ծածկես, որ ճյուղերը չջարդի, հենա ճյուղերը ջարդվի, հիմա այլ էտա, այդ դարդնա մտնելու ջանս, ասեմ ինչի ծածկեցի, որ ջարդվեց, ենա կարանք, թողենք եղանակը ինչ կանի, ցրտահարվի կտնենք եղանակի վրա, այդպես, այս սխտորն էլ ժողովուրդ ջան,
մեր ուտելու համար է։ Հենց ինքան որ մենք մեր թթուները, զակատները սրանով անում ենք ու վաճառելու բանի չի մնում։ Երկու անգամ էսպես փխրեցնել ենք միջև արմատները տարածվել է, երբ արդեն արմատները տարածվի, էլ չենք փխրեցնելու։ Մնում է արանքներից մոլախոտերը հանել, բույսի տակը մաքուր պահել, որպեսզի մոլախոտը բույսին չհաղթի։ Գիտեք, մոլախոտը ինքը օղից դուրս եկած ավելի լավ աճում, քան մեր դրած բույսերը։ Ու աճում է հաղթում այն մշակաբույսին, որը մենք ենք ցանում։ Ու դրա համար պետք է անընդհատ ուշադիր լինենք, պոկենք մոլախոտը, որ թողենք մեր բույսը լավ աճի։ Միջայլոց էս փխրեցնելն էլ լավ կլինի արևոտ օր անենք, որպեսզի այս մանր-մունր մոլախոտերը արևից չորանան։ Բայց դե որ սպասենք արևին, այս էլ բանը բանից կանցնի։ Դրա համար այսօր էս էլ անենք, անցնենք մյուս գործերին, ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան, բրցանք ամենը 15 րոպե ու մեր աշխատանքը վերջացրեցինք։ Տեսեք ինչքան հեշտ է գործը, երբ սրտանց ես անում ու ուզում ես որ գործդ լինի։ Դրա համար ոչ եղանակ ես նայում, ոչ ցուրտ ես նայում, թե հիմա լավ ցուրտ է, բայց ես գործից քրտնել եմ ու կարող է հիվանդանամ։ Էդ ինչ չխանգարեց, որ արագ իմ գործը հողամասում անեմ, որպեսզի չուշանանք։ Հողի գործը այդպես է, ժողովուրդ ջան, հենց մի փոքր ոտդ կախքցեցիր, բույսն աճում, արմատներն են տարածվում, այս դեպքում սխտորի դեպքում այդպես է, մոլախոտերն են աճում ու հետո ավելի դժվար է լինում, երբ դու ճիշտ ժամանակին ես անում, հողը չի պնդանում ու ավելի հեշտ է լինում։ Հողի գործը սիրում անընդհատ հողի հետ աշխատես, ձեռք գցես ու հողը այդպես քեզ վարձահատույց է լինում։ Գործեր դեռ շատ կան, բայց ամեն դեպքում փորձում ենք հասցնենք տեղը տեղին անենք, որպեսզի հողամասը մի փոքր գեղեցիկ տեսք ստանա։ Այս պահին դեռ այդպես դուրս եկած աճած բույսեր քիչ կան, որ կարող եմ ձեզ ցույց տալ, բայց ամեն դեպքում հիմնական սերմը հողը գցել ենք, սացիններն էլ տանը աճում են, մինչև արդեն եղանակները այս սպառվի ուլերը կանցնի, ինչպես ժողովուրդն է ասում, հին հավանդական եղանակները լավ կլինի ու արդեն կսկսենք նաև լոբին ցանել, սացինները դուրս հանել։ Մի խոսքով հետաքրքիր է լինելու ամեն ինչ, եթե մնա քալիքում, ամեն ինչ իր հերթին ցույց եմ տալու, պատմելու եմ, վստահ եմ չեք ձանձրանա։ Ես էլ մի փոքր հանգստացա, վեր կենամ ու շարունակեմ իմ աշխատանքը, թեև մառախուղ ներկավ, ես էլ ոնց որ ոզնուկը մշուշում, բայց դե պետքա գործ անենք։ Եվ ասելներ ջան, երեք ասեցի կթողեմ վաղը, բայց հենց երեք էլ այս գործերն արել եմ, տեսեք արանքները ոնց են փորել, 5 արանք էսպես փորել է, մնացել է այն վերևի 2 արանքը, այն էլ հիմա եմ ուզում անեմ։ Ինչու հիմա, ժողովուրդ ջան, գիտեք, այսօրվա գործը վաղվան չեն թողնում, երեք որ այդքանը չանեի, այսօր հաստատ այս երկուսը չի անի։
Այս երկու արանքներն մնացել արագ փորենք։ Արած գործն այրևում վաղվա թողածը միշտ մնում է, որպեսզի չգիտես հələ եղանակը երբ կբացվի ու երբ կկարանք նորից հողամաս մտնենք, քանի չոր է որ ծանենք էլի, անկախ նրանից որ թեթև անձրև է մաղում։ Այս արմատների մասին էի ասում ժողովուրդ ջան, ցանկ պետք է հանենք որ բանջարանոցով մեկ մալինա չտարածվի, շատ փափուկ է, լավ է։ Այսօր հավերը շուտ հավաքենք ժողովուրդ ջան, բաց թողենք մի քիչ այս գոմաղբի վրա քուջուջ անեն, ես էլ գնամ կանաչ խոտ բերեմ, մի քիչ կերակրենք ու իրանց այսօր շուտ հավաքենք, քանի որ շաղում է անձրևը։